այդ մտավախություն, որ եթե նա անհանգստություն առաջացնի իշխանությունների մոտ, հավանական է այդպես սցենար կարող է լինել, որ քրեական հետապնդումներ լինեն, այստեղ գործընկերությունն ուներ պլան B այս դեպքում, որ մարդիկ, ովքեր փոփոխությունների են սպասում, եւս մեկ անգամ այսպես հիասթափություն չապրեն նաեւ։ Շատ լավ։ Եթե մարդը գնում է ճանապարհով, նա պետք է պատրաստ լինի բոլոր զրկանքների հանուն իր հավատամքի։ Սա որևէ սա ազգային նախագիծ է, որի նպատակն է երկրում քո ազգի բնակության եւ քո հայրենիքում փոփոխություններ իրականացնելը։ Դրա համար բոլորը մոտիվացված են եւ իմ թիմակիցների մեծ մասը պատրաստ են գնալ ճնշումների ճանապարհով, ձեր ասած ճնշումների։ Իհարկե իշխանությունը եթե վերջնականապես փորձի վերածվել նեո կոմունիստական ինչ-որ լատինոամերիկյան կոմունիստական ինչ-որ հանրապետության եւ փորձի ընդդիմադիրներին բոլորին նստեցնել, դա կարա բացասական հետևանք թողի Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար, քանի որ այդ երկրները մինչև հիմա չեն կարողանում նորմալ ինստիտուտներ ձևավորել։ Չեմ ասում նաեւ փոփոխությունները ինչպես են տեղի ունենում այդ երկրում։ Պետք է հասարակությանը տալ տարբերակ, որ ինքը ընտրություն կատարի։ Եթե իրանք անհանգստություն չունեն, թողեն ժողովուրդը ընտրի։ Եվ իրենք, եթե այդ անհանգստությունը չունեն, կարող են հանգստանալ եւ որևէ ճնշում չգործադրեն։